ամեն ինչից էլ դժգոհ է։ Այստեղ կառավարություն չի, սա գողական մի հատ երկիր է։ Ասֆալտ անող եւ ասֆալտին փռող կառավարությունից արդեն 7 տարի է միայն նախընտրական ժողովրդ խոստումներ են հնչում Աչաջուր գյուղում, որոնք ընտրություններից հետո հոդս են ցնդում, իսկ մարդիկ մնում անուշադրության ու խնդիրների հետ մենակ։ Այդ նույն վարչապետը, որ ժամանակին ասում էր ժողովուրդը մեզ համար տուգանքի մատերիալ չէ, այսօր դարձել է տուգանքի իսկական մատերիալ։ Ամեն քալափող տուգանք է։ Տուգանքները շատացել են, աշխատատեղերը պակասել, ապրուստը թանկացել է։ Աչաջուրում մարդիկ քնում ու արթնանում են հույսով, որ ի վերջո ժողովրդի մասին մտածող կհայտնվի։ Ուտելիքը թանկ, ապրուստ չկա, աշխատանք չկա ժողովրդին, ինչն ասենք բալաջա։ Մարդիկ մեծ մասամբ անգործ են, առանց կասկածելու։ Մարդիկ ապրում են Ռուսաստանից ուղարկած 2 կոպեկով։ Աֆրիկական հետամնաց երկիր ենք դարձել, ասում են գյուղացիները մեծ ցավով եւ հեգնում 4-րդ հանրապետության մասին խոսույթը։ Ինչո՞վ է 4-րդ հանրապետություն դառնամ, երբ որ դու գործարան չունես, միայն չարչիությամբ ենք զբաղված։ Բանը պամիդոր, վարունգ, խաղող։ Միայն հումք ենք բանանում, ոնց որ աֆրիկական են հետամնաց երկրները։ Գյուղացիների համոզմամբ 30 տարի նախկիների թալանած պետությունը այսօր էլ շարունակում է թալանել իշխանությունը։ Անունները փոխվել են, մեթոդները ոչ։ 22 թվականի դեկտեմբերին 39 միլիարդ պարգևավճար տվեց միայն կառավարության անդամներին, աշխատակազմին, այսպես ասած։ 6.5 միլիոն տվեց ոստիկանությանը, որ պահպանեն իր հետույքը։ Խաղաղության անվան տակ Հայաստանը տանում են Թուրքի դուռը։ Եթե այսպես շարունակվի, դառնալու ենք թուրքական վիլայետ, կանխատեսում են գյուղացիները։ Հեսա թուրքերը կիկյան, լավոսալ գյուղացիները 2 պամիդորեն աճեցնեմ, էդ էլ կվերանա, կտարնան Թուրքի մար նոքյար։ Հուսախաբ գյուղացիները հույս են կապում միայն ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հետ։ Ես հավատում եմ նրանց ասածներին, դասին խոստումներ չի կարող լինել, որովհետև նա 20 միլիարդ դրամի արդեն բարեգործություններ է կատարել մինչ այժմ։ Այսինքն այդ հնարավորությունների մարդը չի գալիս ինչ որ կոպեկներ թրցնելու